Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Ազգային ժողովի փոխոսնակը հայտարարել է, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Մեր կողմից Մարգարայի անցակետն է իրենց կողմից Ալիջանի։ Ռուբեն Ռուբինյանը հետագա զարգացումների վերաբերյալ շատ մանրամասներ չի հայտնել։ Նրա խոսքով Հայաստանի դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ ուզում են ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև թրիփի մասին, պատասխանել հարցին, ինչու է Հայաստանը 26% ունենալու, Միացյալ Նահանգները 74%, նաև անդրադարձել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններին։ Դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջին 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ՝ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն, եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկիր թե ոչ։ Ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չէ լինելու։ Կհամաձայնեք, որ հիմնականում այս 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի, թողեք ավարտեմ։ Հետեւաբար ու մի 1000 անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկազորության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթուղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանց տեսնել։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնի, բայց իրանք երբ որ գույք պատկի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Հա բացատրեն, ինչ են 100%-ը հանձնել։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն թրիփը կարող է 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսականորեն դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր դժել։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս էլի ինչ որ բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության պատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ, բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը, ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ թրիփ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն, բարձր հարկեր, турքեր եւ այլն ստանում։ Բացի դրանից, նաեւ մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, մեր տարածքում թրիփ նախագիծն է գործելու այլ բան չունի։ Հարցը կա, այդ ընկերությունը, որ ստեղծվում է, 75% ունի, չէ՞։ Որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն-պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը
համապատասխան փաստաթղթերով գրանցված է։ Ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին։ Ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում։ Նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայետ։ Հաջորդը Ինչպես հեծներ ու բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հեծը վերցրեցիք։ Բայց ինչ վերցնել։ Չէ, օրինակ եմ ասում։ Ես միտքս ավարտեմ նոր, էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ինչպես հեծներ, ասենք Հարավ Կովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահ, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 Այսինքն եւ օտարերկրյա կապիտալ տալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26% է, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն Քանի որ Հայաստանն է կառավարություն ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այդ օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չունի։ Պարգևավճարների թեմային է անդրադարձել ազգային ժողովի նախագահը։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծում չեն գտնում։ Հարցին արդյոք արդար է այս երկրում, որտեղ նվազագույն թոշակ են ստանում նման խոշոր հավելավճար ստանալ։ Սիմոնյանը պատասխանել է, թե մարդիկ, որոնք պետք է թոշակ բարձրացնեն, պիտի արհեստավարժ լինեն, նորմալ հագնվեն, երկիր ներկայացնեն, աշխատանքի գան ու մրցունակ լինեն, որ չցանկանան դրսում կամ մասնավորում աշխատել։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ, կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորություն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում մի անգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց ազատության
Կարլենա։ Բայց աստղաբաշխական թվերը Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, Բայց հանրային դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ազգային ժողովի վերջին նստաշրջաններ ընդդիմությունը հարց է բարձրացրել, արդյոք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու խորհրդարանում։ Հալեն Սիմոնյանն ասել է, որ բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Դահլիճում ներկա պատգամավորները, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են մոտենալ եւ ծանոթանալ։ Նիստն ուղեկցվել է ընդդիմություն, իշխանություն, թեժ բանավեճով։ 44-օրյա հանձնաժողովի նիստերին ինչի ձեզանից ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացեք, բա մասնակցեիք։ Բա ինչի չեք մասնակցել։ Հա, շատ կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք, որպես հանձնաժողովների բաներ նախագահությունը եւ փոխնախագահները չվերցնենք, ինչ եք ասելու։ Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44-օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը։ Մի արեք այդ բաները, որտեղ այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Ինչ վերաբերում է ամեն անգամ նորից գնացեք ծանոթացեք, նորից կրկնում եմ, ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է ազգային ժողովի։ Հիմա ժամով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանն ունեն մեկ վերջը, էդի զեկույցի, ինչի։ Իդես շատ շահագրգիռ կլինի, որ այն ինչ որ ներկայացնում է, որը կրկնում է, ոչ լիարժեք է, թերի է, ամբողջական չի, բայց բովանդակային հարցը բնականաբար գաղտնիության գրիպով է, դրա համար քննարկման նյութ չեմ դարձնում։ Թե չէ ժամով կարելի է այդ բովանդակության մասին խոսել, այսքանը։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, դուք ինձ ստիպում եք հրապարակեմ, թե ձեր ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը որքան ա եղել, վերջին այսօր տենց հայտարարում եք, ասում եք 8-րդ գումարման վերջին նստաշրջանն է, մի հատ հեսա կհրապարակեմ ինչքանն եք եկել գործի, ինչքանը չեք եկել գործի, էլ չեմ ասում, որ բանը հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում, վերջին հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստին երբ եք մասնակցել։ Խորհրդի նիստին վերջին անգամ Սերան Օհանյանն ա եկել, ես չեմ հիշում երբ, անկեղծ ասած։ Հանձնաժողովի նիստերին էլ այնքանով, որքանով դուք հանձնաժողովի նախագահների տեղեր ունեք Դոնտի բանաձևով, փոխնախագահի տեղ ունեք, դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատաշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, խնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է ես ու Անդրանիկ Քոչարյանը ինչ ենք խոսում, ես ու Անդրանիկ Քոչարյանը խոսում ենք ոնց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք։ Միտեղ ինքնաճիշտ, միտեղ ես եմ ճիշտ, բայց զեկույցը դուք գնացեք ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սերան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել է, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով, ճիշտ է, ներողություն եմ, մոռացել է։ Մնացածը թող գնան ծանոթանան։ Զեկույց եք ուզում։ Ես էլ եմ ուզում, եկեք հիմա այստեղ այդ հարցը լուծենք, որ էլ հանկարծ մյուս անգամ այս թեման շարժման առիթ չդառնա։ Պարոն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ, եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարին, այլ մեր հանրությանը կներկայացվի, բաց մասը։
Բաց մասը ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն, «Էս ինչ արիր, էս ինչ բերի մեր գլխին», բան կանեք, իմացեք ինչ պատասխան եք տալու, հանրային լսումների ձևաչափով պարոն Քոչարյան ընդունում եք առաջարկս։ Քննարկենք, շատ լավ, բան առաջարկում եմ, բաց, բոլորը թող տեսնեն, բաց մասը առնվազն զեկույցի թող լսեն, որտեղ դեռ շատ կարևոր կտորներ կա, պարոն Մանուկյան։ Այնտեղ նենց հետաքրքիր կտորներ կա, որոնք ինձ թվում է բացի տակ են ընկնում, բայց հետո չասեք, թե էսքի սենց եղավ։ Հետո էլ ասեք պատերազմի շարժման առարկա իշխանությունն է դարձրել։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական, քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, մեր տղերքի սպանության կադրերն են։ Ձեր համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտի ցեկով ոչ մի բան չեն եղել։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու։ Ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու եւ ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ մանում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ եւ սպառիչ պատասխաններ ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր այստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ եւ մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստիկ պաշտոնը, քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջող մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Այսինքն դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն առհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված են ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից եւ իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն արատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասն եք խոսում, պարոն Սիմոնյան։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել։ Դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական
թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Ընդդիմության մոտ բան կա, անձի երկատում կա, էլի, ընդդիմություն հրապարակային դաշտում եւ ընդդիմություն ոչ հրապարակային դաշտում։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը։ Հրապարակային չի։ Դրա համար էլ չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետեւ մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, այն մեջը քյար չկա, որովհետեւ դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Իսկ քանի որ ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք առանց տեսախցիկների, դա չեք անում։ Այսքան բան։ Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նաեւ օրը սահմանել ոչ աշխատանքային։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ առաջին ընթերցման ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։ Նախ մենք չենք ուզեցել ընտրել որևէ օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար ինչու այս օրը եւ ոչ մյուս օրը, եւ հետեւաբար անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ, բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ, եւ մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետեւ հետաքրքիր եւ հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի էլի խանգարեք ինձ։ Մտքից թելը կտրվեց։ Եվ ինչի ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև իր մեջ խորհուրդ ունի, որ հունվարի 28-ը բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է, եւ այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ինձ դուր է գալիս ինչպես է պարոն Գեգամ Նազարյանը ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Առաջին ընթերցման ժամանակ ընդդիմադիր գործընկերներին դուր չէր գալիս մեր ընտրած օրը, ինձ համար անհասկանալի պատճառներով, բայց ամեն դեպքում մենք պատրաստակամություն հայտնեցինք փորձել գալ կոնսենսուսի որևէ օրվա շուրջ։ Այս ընթացքում ես մի քանի տարբերակներ առաջարկել եմ, ընդ որում երբ որ ասում եմ առաջարկել եմ, նկատի ունեմ առաջարկել եմ բոլոր կողմերին, առաջարկել եմ պարոն Նազարյանին որպես համահեղինակ, ընդդիմությանը, քաղաքացիական պայմանագրին, մի քանի տարբերակներ եղել են, օրինակ օգոստոսի մեջ մի օր եմ առաջարկել եմ Խաչվերած տոնի հաջորդող մեռելոցի օրը սահմանել, բայց տարբեր օրեր, տարբեր մարդկանց, տարբեր հիմնավորումներով ընդունելի չի եղել եւ հասկանալով, որ հնարավոր չի ընտրել մեկ օր, որը բոլորին ազգային ժողովում կբավարարի, մենք վերադարձել ենք նախնական մեր առաջարկած օրվան, որը կարծում ենք ամենատրամաբանականն է։ Անդրադառնալով բովանդակությանը, ես ուզում եմ կրկին նշել, որ ես կարծում եմ, որ սա այն նախագծերից է, որ արժե եւ պետք է որպեսզի ազգային ժողովն ընդունի կոնսենսուսով։ Այսօր նստաշրջաններ բացվում եւ երբ որ հնչում էր Հայաստանի օրհներգը եւ բոլորս բնականաբար ոտքի կանգնեցինք, ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այնքան քիչ բաներ են մնացել, որ միավորում են մեզ։ Այսինքն այնքան քիչ բան կա, որի ընթացքում մենք բոլորս օրինակ ոտքի ենք կանգնում կամ բոլորս ծափ ենք տալիս եւ իրախություն բոլորիս իհարկե օրհներգը դրանցից մեկն է, բայց ի տխրություն բոլորիս շատ քիչ բաներ են մնացել այդպես եւ ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը եւ բոլորով կողմ քվեարկել։ Շարունակենք մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եպիսկոպոսատ ժողովը մայրաթոռում չի լինելու, այլ Հայաստանից դուրս։ Հիշեցնեմ, ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվել էր եպիսկոպոսատ ժողով քննության առնելու Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Դեկտեմբերի 7-ին սակայն հայտնի դարձավ, որ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մաքսավորներին խնդրում է ուշադիր լինել, հասկանալու թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում։ Պատգամավորն ասել է, որ եթե կաթողիկոսը Գեղարդից է մասունքներ հանել տարել երկրից դուրս, բնականաբար ոչնչից զարմանալ պետք չէ։ Միայն պետք է ուշադիր լինել գրպանը գցած մի սուրբ մասունք էլի չտանի իր ընկերներից մեկին նվեր տա, ասել է Ալեքսանյանը։ Եթե Գեղարդից է արդեն մասունքներ հանելու տարել երկրից դուրս, բնականաբար ոչինչից էլ զարմանալ պետք չէ։ Մենակ պետք է ուշադիր լինել, որ գրպանը գցած ինչ-որ մի հատ սուրբ մասունք էլի չտանի, ինչ-որ իր անգերներից մեկին նվեր տա։ Էտա։ Խնդրում եմ, որ մեր մաքսավորները ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են տանում այդ մարդիկ իրանց հետ, գուցե մեր եկեղեցու սուրբ մասունքներից էլի ինչ-որ մի բան են տանում, Գեղարդի մասունքի պես տանեն ինչ-որ մեկին տան։ Չգիտեմ, ինչ-որ մեկի հարսանիքին կամ ինչ-որ մեկի քեֆ ուրախությանը տանեն շաբաշան են, ասենք, ինչ-որ մի սրբություն նրանցից սպասելի է։ Բայց ասեցին դա Գեղարդը չի եղել, Գեղարդի նման Չէ, ասեցին Գեղարդի մանրակերտն ա եղել։ Փշուր են ըստ այդ հասկանում ես, հարգելի Նարեկ։ Մի բան է ինչ-որ այս պարկետից փշուրը, մի բան է այս պատից փշուրը, ու լրիվ ուրիշ բան է Քրիստոսի հետ ուղիղ կապ ունեցած մասունքից փշուրը։ Առհասարակ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար ամենասուրբ մասունքներից մեկն է այդ Գեղարդը, հասկանում ես։ Ասենք խոսքը բանի մասին չի, ինչ-որ չգիտեմ, շախմատի մասին չի, ինչ-որ փայտե ձեռագործ արձանի մասին չի, ինչ-որ մի տենց բանի մասին չի, սրբագույն մասունքի մասին է խոսքը։ Որը մարդիկ մասնատել են ու նվիրել են ինչ-որ մեկին։ Բայց որ որոշվել է այնուհանդերձ ըստ այսօր մի հրապարակման այդ ժողովը եպիսկոպոսատ ժողովը դրսում անցկացնել, սա ինչ է նշանակում, ինչու մայրաթորում դա չանել։ Դե մարդու եղբայրը KGB-ի ագենտ է։ Հիմա չգիտեմ կոնկրետ որ ուրիշ օտարերկրյա ծառայությունների հետ համագործակցում, այդ անցկացման վայրն էլ գուցե ինչ-որ մի բան կհուշի, որտեղ կփորձի նա անցկացնել, բայց նա չունի այդ իշխանությունը, ինչպես տեսակ դատան վարույթ ընդունեց եւ հայցի ապահովման միջոց կիրառեց մասնավորապես Մասյասոտնի թեմի առաջնորդի հետ կապված։ Ես կարծում եմ, ավելի հետաքրքիր վճիռներ գուցե առաջիկայում լինեն, ավելի հետաքրքիր հայցեր լինեն Հայաստանի Հանրապետության դատական համակարգում։ Վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել փրկարար ծառայության տնօրեն։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն էլ ազատվել է փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Գրենլանդիայի եւ Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունը։ Ռյուտեն այս մասին կիրակի գրել է X սոցիալական ցանցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ երկու կողմերը կշարունակեն նման շփումները, մասնավորապես հունվարի 19-ից 23-ը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումում։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրության մասին, քանի որ դա կարևոր է համարում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ Դանիայի կառավարությունը, որի կազմում է գտնվում կղզին որպես ինքնավար տարածք, հայտարարել է, որ չունի այն զիջելու մտադրություն։ Գրենլանդիայի կառավարությունն էլ բազմիցս հավաստիացրել է, որ հետաքրքրված չէ Միացյալ Նահանգների մաս կազմելով։ Եվրամիության անդամ պետությունները համատեղ խորհրդակցությունների արդյունքներով պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու իրենց երկրները Գրենլանդիայի հետ կապված ցանկացած տեսակի հարկադրանքից։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Կոշտան տեղեկացրել է, որ հաշվի առնելով վերջին զարգացումների կարևորությունը եւ գործողությունների հետագա համակարգման անհրաժեշտությունը, որոշում է կայացվել առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրենլանդիայի հարցով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Այս մասին ֆոն դեր Լայենը գրառում է կատարել X-ի իր էջում։ Միասին մենք անսասան ենք Գրենլանդիայի եւ Դանիայի թագավորության ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ։ Մենք միշտ կպաշտպանենք մեր ռազմավարական, տնտեսական եւ անվտանգային շահերը։ Մենք մեր եվրոպական համերաշխության դեմ այս մարտահրավերներին կառերեսվենք հաստատակամությամբ եւ վճռականությամբ, գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ճապոնիայի վարչապետ Սանայի Տակայիչին որոշել է հունվարի 23-ին լուծարել ներկայացուցիչների պալատը։ Այս որոշման պատճառների մասին խոսելով Տակայիչին նշել է, որ կառավարությունը գլխավորելու որոշումը կախված է ժողովրդից։ Ճապոնիայի վարչապետը նշել է, որ կցանկանա ժողովուրդը ինքը որոշի կարող է արդյոք վստահել նրան երկրի կառավարումը, թե ոչ։ Սանայե Տակայիչին նաև հիշեցրել է, որ Ճապոնիայում վարչապետին ընտրում են խորհրդարանի անդամները, սակայն 2024 թվականի վերջին ընտրությունների ժամանակ նրա կողմից կառավարությունը ղեկավարելու մասին խոսք չի եղել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան չեղարկել է հունվարի 19-ից 20-ը Գերմանիա կատարելիք այցը իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Հունվարի 20-ին Ալ-Շարան պետք է բանակցություններ վարեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, ինչպես նաեւ հանդիպում ունենար գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այցի չեղարկման պատճառը նշվում Սիրիայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև կատաղի մարտերը։ Ահմեդ Ալ-Շարան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել նաև տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների, այդ թվում Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Իրաքյան Քրդստանի ղեկավարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, քննարկելով Սիրիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել, որոնցից մի քանիսը անմարդկային վայրենի ձևով։ Նա ԱՄՆ-ին է մեղադրել զոհերի թվի համար, Դոնալդ Թրամփին էլ անվանել է հանցագործ ցույցերին աջակցելու համար եւ կոչ է արել խստորեն պատժել ցուցարարներին։ Իրանի գերագույն առաջնորդն առաջին անգամ ընդունել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանը ցնցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են հազարավոր մարդիկ։ Իրանի իշխանությունները շաբաթ օրը նաև հրապարակել էին տեսանյութեր, որոնցում իբրև սովորական ցուցարարների կողքին երևում են զենքով եւ դանակներով զինված մարդիկ։ Ըստ նրանց դա վկայում է երկրում օտարերկրյա դիվերսանտների գործունեության մասին։ Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոն հայտարարել է երկրի ամբողջ տարածքում 30 օր ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նախագահն ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն զիջել քրեական կազմակերպություններին եւ կշարունակեն խիստ միջոցներ ձեռնարկել իրավակարգի վերականգնման համար։ Նրա խոսքով բռնության աճը դարձել է հանցավոր խմբերի պատասխանը բանտերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իշխանությունների գործողություններին։ Իսկ բանտերում ավելի վաղ տեղի էին ունեցել զանգվածային խռովություններ, գերի էր վերցվել 46 մարդ։ Նախագահը հայտնել է, որ անվտանգության ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ պետությանը հաջողվել է լիովին վերականգնել վերահսկողությունը մի շարք բանտերի նկատմամբ եւ ազատել բոլոր գերի պահվող անձանց։ Արևալոն նաեւ երրորդյա ազգային սուք է հայտարարել հանցավոր խմբերի հարձակումների զոհ դարձած ոստիկանների մահվան առնչությամբ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք։ Armflix հարթակում անակնկալները շարունակվում են։ Մեկնարկել են լույսը հեռուստանախագծի նկարահանումները։ Հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ ֆիլմը հայրենասիրության մասին է, նաև արատավոր երևույթների դեմ պայքարի, ինչպես օրինակ հայրենիքի դավաճանություն, թրաֆիքինգ եւ այլն։ Մանրամասներ է հայտնել պրոդյուսեր Աշոտ Տեր-Մաթևոսյանը։ Սկսվում է հերթական հեռուստանախագիծը, հեռուստապրոյեկտը։ Նա տեսեք, ինչ հետաքրքիր մարդիկ են, հետաքրքիր դեմքեր, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից սիրված։ Իհարկե մի քանիսն էլ այստեղ չեն դեռ այստեղ չեն, բայց Արփեն արի ստեղ մի հատ։ Այստեղ մեջտեղ արի, խնդրում եմ։ Արփեն այստեղ։ Ահա։ Մեր փուճուրիկ հերոսուհին է։ Սկսում ենք նոր պրոյեկտ, ժողովուրդ ջան, որը կոչվում է Լուսե։ Մի քանի բառով ներկայացնեմ, ինքը իր մեջ պարունակում է հետևյալ թեմաները. պայքար հայրենիքի դավաճանների դեմ, պայքար անչափահասների շահագործման դեմ, որ մուրացկանության են մատնում այդ երեխեքին, ու կա լիքը հետաքրքիր իրադարձություններ, իրավիճակներ ու լիքը հետաքրքիր դերակատարներ, այսպես դերասաններ, Էլեն Սաֆարյան, Թամարա Գևորգյան, Սոֆիա Պողոսյան, ես Հեչ, Արամը, Պարոն Հակոբյանը, Մուրադը Նադիրյան ու էլի մի քանի հոգի այստեղ չեն երիտասարդներից ու սկսում ենք այսօրվա արարողությունը։ Ռեժիսոր Արսեն Թովմասյան, ում խնդրում եմ մոտենալ ծանրաձողին, ուշադիր, պատրաստ, այս ում կանգնի, այս ենք տանք։
Ուշադիր։ 1 2 3 Հանգստյան օրերին ճգնաժամային կառավարման կենտրոնները հազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Բրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների եւ ճանշինի աշխատակիցների հետ գործակցելով արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց եւ 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Եվ հանրապետությունում փակ կամ անանցանելի միջպետական ու հանրապետական ճանապարհներ չկան։ Ճանապարհային դեպարտամենտից հորդորում են չտարածել թյուր տեղեկություններ եւ հանրությանը մոլորեցնելու փորձեր չկատարել։ Բոլոր ճանապարհներին կատարվում են շուրջօրյա աշխատանքներ եղանակային բարդագույն պայմաններում, ապահովելով տրանսպորտային միջոցների երթևեկը։ Եթե անգամ կարճ ժամանակով ճանապարհները փակվում են, ապա միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար եւ վարորդների ու երթևեկության մասնակիցների անվտանգությունից ելնելով նշված է հաղորդագրությունում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։